արդյոք այս ձկնաբուծության ոլորտում ինչ խնդիրներ կան, ձեր հիմնական ուղղությունը Ռուսաստանն է եղել, ինչքան ժամանակավոր չեք արտահանում։ Դե հունիսի 2-ից կապված սահմանափակումների Ռուսաստանի սահմանափակումների կապված մենք մինչև այսօր ոչ մի կիլոգրամ ձուկ ոչ կարողացել ենք ներքին շուկայում վաճառենք, ոչ որևէ այլտեղ արտահանենք։ Ինչ է կարել ձուկը։ Դե ձուկը ջրավազանների մեջ ուղղակի փորձում ենք ինչ-որ կերպ դիմանալ, մինչև հասկանանք ինչա կատարվում ընդհանուր շուկայում։ Ինչ խնդիրների եք այս ընթացքում, խնդիրներ են առաջացել։ Դե պատկերացրեք, միջին ձկնաբուծանը համարվում է Հայաստանի մասշտաբով միջին ձկնաբուծան, ոչ շատ մեծ, ոչ շատ փոքր։ Մեր մոտավոր ամեն օրվա ծախսը կազմում է մոտավորապես 2-ից 2.5 միլիոն դրամ։ Իսկ երբ որ մենք ընդհանրապես բարես գոնի մարդով ոչ մի դրամի վաճառք չունենք իրականացնում, ոչ կարողանում ենք ձկանկերի գումարները վճարել, ոչ կարողանում ենք հոսանքի գումարները վճարել, ոչ կարողանում ենք ընթացիկ վարկերը սպասարկել, դե բանկերները հաստատ չեն ֆինանսավորում էլի այս ժամանակահատվածում, որովհետև դիտում են ոլորտը ռիսկային։ Ընդհանուր կա այս ընթացքում վնասի չափը ձեր ինչքան է։ Դե որպես այդպեսին վնասի չափ չենք հաշվարկում, բայց դե պատկերացրեք ամեն օր իհարկե կորուստները շատ մեծ են ու չգիտեմ բարես գոնի իմաստով ոչ մի ձկնաբույծ 1 ամիս, 2 ամիս կամ 3 ամիս ինչքան հնարավոր չի շատ երկար ժամանակ գոյատևել, էլի, չեմ պատկերացնում, թե ընդհանրապես ոլորտը միշտ կատարվի, էլի, հնարավոր է ընդհանրապես ոլորտը վերանա կամ քանդվի, էլի։ Եվրամիություն արտահանելու մասին են խոսում, իրատեսական համարում ես։ Ներկա պահին իրատեսական չեմ համարում։ Ես մասնակցել եմ ժամանակին մի քանի տարի առաջ Եվրոպայում seafood expo-ների։ Եվրոպայում ձկնաբուծությունը շատ ավելի հին պատմություն ունի, քան Հայաստանում։ Հայաստանում մոտավորապես զբաղվում են մարդիկ 20-30 տարի մեր ծավալներով, իսկ Եվրոպայում 1950-ական թվականներից շատ մեծ ծավալներով սկսել են զբաղվել ու իրանց շուկան, իրանց արտադրությունները այսօր այն ծավալի են, այն որակի են, որ դեռ մենք մրցակից չենք։ Ու մոտավորապես թեկուզ որ իրանց պահանջած ապրանքներից կարողանաս ուղարկել իրանց, չգիտեմ, ամեն տնտեսությանը մոտավորապես 4-5 միլիոն դոլար ներդրում է պետք անել, որ ունենաս IQF համակարգ, այսինքն արեք սառեցման, որը Հայաստանում ոչ մեկ չունի, իսկ եվրոպացին սովորական մեր սառնաների սառեցած զուտը չի գնում։ Իսկ մենք, քանի որ միշտ աշխատել ենք Ռուսաստանի Դաշնության հետ, մեր պահանջները միշտ համապատասխանել են Ռուսաստանի Դաշնության պահանջներին, դրա համար մենք հարմարվել ենք այդ շուկային։ Իսկ այսօր մի օրվա մեջ տնես ու փորձես անցնել եվրոպական շուկային, այդ պրոստը անհնար է, էլի, այսինքն ինչքան էլ շատ ուզենանք, չենք կարող։ Այսինքն ոչ թե այսօր միայն գնի մեջ է խնդիրը, այլ նաև պահանջների, ստանդարտների մեջ է։ Մենք չունենք այն ստանդարտները, այն փաթեթավորման ձևը, ինչ որ պահանջում է եվրոպացին։ Ու բացի այդ, մեր հայկական արտադրանքը բրենդ է Ռուսաստանում, ոչ թե Եվրոպայում։ Այսինքն ոչ մի եվրոպացի խանութում տենալով հայկական ձուկ, իրեն ոչ մի չի ասելու դա։ Այսինքն մենք ինչ պետք է անենք, որ եվրոպացին գնի այդ ապրանքը։ Այսինքն այսօրվա պայմաններում անիրատեսական եմ համարում։ Ճիշտ է, երկարաժամկետ հնարավոր է, եթե լինեն, չգիտեմ, պետական աջակցություններ կամ բանկերը ինչ-որ վարկեր տրամադրեն, որ մենք կարողանանք ժամանակակից սարքավորումներով կառուցել մեր արտադրամասերը եւ ապրանքը կարողանանք որպես նորմալ բրենդով ուղարկենք Եվրոպա։ Լսել եք այդ նորության մասին, որ կա համակարգ սննդի անվտանգության պետական տեսչության կողմից ներդրված այդ Tracy համակարգը, որտեղ գրանցվելու եք եվրոպացիների հետ համատեղ իրենք վերահսկելու են ապրանքի որակը եւ արտահանումները իրականացվելու։ Իհարկե լսել ենք։ Դες ասեմ, եթե հենց այսօր գան ինձ ասեն, այո, դու իրավունք ունես Եվրոպա արտանելու, եվրոպացին մեզանից այդ զուտը չի գնելու։ Այստեղ հազար խնդիրներ կա, ես նորից ասեցի։ Մենք սառեցման համակարգը չունենք, այն ինչ որ իրանք են պահանջում։ Փաթեթավորումը չունենք, այն ինչ որ իրանք են պահանջում։ Ու կիսաֆաբրիկատների մասին էլ չեմ խոսում, էլի, այսօր մենակ ամենաիրատեսականը սառեցված վիճակում ուղարկելն է, որը սովորական IQF սիստեմը, որը համարվում է արագ սառեցում ու եվրոպացին պարտադիր պահանջում է
այդ ապրանքը չկա, այդ համակարգը Հայաստանում ոչ մեկ չունի։ Այսինքն մինչև այդ մենակ այդ սարքավորումը, որ բերենք Հայաստան 6 ամիս է պետք ու խոսքի միլիոնավոր դոլարների սարքավորումն է։ Դե կապ չունի թե այսօր կբացեն Եվրոպան, այսինքն ենթադրենք հենց այսօր ինձ ասում են կարելի է, ով է գնելու մեր ապրանքը, ոչ մեկ։ Իսկ ինչ ակնկալիքներ ունեք, ինչ պետությունը ոնց պետք է օգնի։ Դե եթե հարցը տարբեր է, եթե կարճաժամկետ ու երկարաժամկետ։ Եթե նայում ես կարճաժամկետ, պետք է պետությունը գոնե սուբսիդավորի մեր ամսական նվազագույն ծախսերը, չգիտեմ, այրեմ ասում, ոչ մի դրամի այսօր եկամուտ չունեն։ Գոնե հոսանքի հարցը, աշխատավարձների հարցը կերակրումը գոնե շատ քիչ տոկոսով, որ զուգը չսատկի ջրավազաններում։ Իսկ երկարաժամկետ դիվերսիֆիկացիայի համար մեզ պետք է գոնե կամ բանկային ոլորտով վարկեր, երկարաժամկետ, որ մենք կարողանանք այդ սարքավորումները ներմուծենք Հայաստան, համապատասխանենք լիարժեք ստանդարտների, կամ պետության կողմից ինչ-որ դոտացիաներ, որոնք ոլորտը վերեն այն մակարդակին, որ մենք մրցունակ լինենք այլ պետություններում զուգ արտահանելու։ Այդ բանը 800 դրամ չի տալիս արտահանման համար։ Ինչ-որ 140 տոննայի համար, ախր այդ 140 տոննան Հայաստանի արտադրության համար ընդամենը, չգիտեմ, 0.1% էլի, մեր մոտավոր, չգիտեմ, չեմ հաշվարկե, այսինքն մենք Հայաստանում մոտավորապես տարեկան 20,000 տոննա զուտ է արտադրվում, էլի 15-20,000 տոննա, 140 տոննայով նախ եղանակ չի փոխում, երկրորդն եթե 820 դրամ պետությունը պետք է մեզ սուբսիդավորի, մեր շահույթը 820 դրամ է կազմում, էլի, հենա իմաստը որն է, մեկը ոչ կարողանալու ենք այդ 820 դրամով ներկայանալի դառնալ այնտեղ, ոչ էլ, էլի։ Այսինքն եթե այսօր 140 տոննա ձուկ էլ գան, ինչ-որ մի տնտեսությունից առնեն, այդ ոչ մի եղանակ չի փոխվելու։ Ձեր ընդհանուր ինչքան կա այստեղ։ Ներկա պահին իմ տնտեսությունում առկա մոտավորապես 200 տոննա ձուկ ու ամեն օրեկան արտադրությունը մոտավորապես 1500 կիլոգրամ է։ Իրանք եթե մնան, հա, կա խնդիր, որ երկար մնան լողավազաններում ապրանքային տեսք են կորցնում։ Նախ ապրանքային տեսքը կորցնեն, երկրորդը մենք իրանց ամբողջ աշխարհում ինքը հայտնի է որպես կարմիր միս, ինքը պետք է կերակրվի, որ այդ գույնը պահվի։ Երբ որ մենք իրան 1 ամիս չկերակրենք, երկրորդ ամսում այդ չեն կարող վաճառենք, որովհետև իր գույնը դառնալու է լրիվ սպիտակ ու ընդհանրապես չի վաճառվելու։ Երրորդը հոսանքի խնդիրն է, ամսական իմ հոսանքի մենակ վճարումը կազմում է մոտավորապես 6-7 միլիոն դրամ։ Այսինքն ինձ ժամկետ են տվել, ես չեմ կարողանում հոսանքս վճարել, ասում եմ եթե մինչև ամսի 25-ը չվճարեք, գալ ենք անջատենք։ Իսկ եթե այս տնտեսությունը 1 ժամ հետո հոսանք չլինի, սաղ ձկները կսատկեն։